Բարև ձեզ։ Մեզ ամենուրել ռեժիմով ներկայացվող Եվրամիություն թե Եվրասիական տնտեսական միություն պահանջը կեղծ է։ Ինչպես կեղծ է Արևմտյան Ադրբեջան փաթեթավորմամբ 300,000 ադրբեջանցիների մասին շանտաժը։ Ընտրություններից հետո դրանք հոց են ցնդելու, ինչպես եւ հորինվել են։ ԵԱՏՄ անդամ մյուս երկրներն ավելի գլոբալ գործակցության են գնում Արևմուտքի հետ, քան Հայաստանը։ Բայց ռուսական քարոզչամեքենան չգիտես ինչու, միայն Հայաստանին է շանտաժում։ Կարծես ռուս-ուկրաինական աղետն է Հայաստանը բերել։ Ռուսաստանն իր երթվյալ թշնամի հայտարարած Եվրամիությանը նավթի ու գազի վաճառքն է մեծացնում, իսկ Հայաստանին ուկրաինական սցենարով սպառնում հեռու մնալ այդ թշնամուց։ Հայաստանի իրական թշնամին իր անվտանգության բանաձևը հրատապ չամբրագրելն է, ով ինչպես ուզում է դա հասկանա։ Արևմուտք միջինասիական երկրների դրեյֆի համարել են Հայաստանին մեղադրելու, թե ինչու Ղազախստանը կամ Ուզբեկստանն ինքնուրույնն են որոշում, ինչպես եւ ում հետ ամրացնել իրենց երկրների դիմակայությունը։ Ու կշարունակեք բզկտել Հայաստանը, որին մի ժամանակ էլ բզկտում եք խորհրդային կայսրության փլուզման մեղադրանքով, թե Ղարաբաղյան շարժումը բերեց կրակը խորհրդային տարածք, որին հիմա էլ ուզում եք խցկել ռեանիմացիայի պալատ։ Այդ պալատին անգամ Բելարուսը հավատարիմ չէ, այնպես որ կարիք չկա Արևմուտքի հետ ձեր ձախողումը Հայաստանի գրպանը գցել։ Լարսով կամ գազով ահաբեկելուն դեռ բացատրություն կգտնվի, բայց ուկրաինական գեհենով սպառնալիքը չունի հետողորմյա, ինչպես չունի հետողորմյա Արցախի կորուստը։ Հաջողություն։